Հայաստանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփոյ Գևորգյանին եւ պրոռեկտորին ձերբակալել են։ Ըստ քննչական կոմիտեի նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար։ Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ նրա որդին հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նրանք մեղադրվում են փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, հայտնել է պաշտոնական աղբյուրը։ Երկու հոգևորականի հեռախոսազրույցի գաղտնալցման ձայնագրությունը հայտնվել է համացանցում։ Այդ առիթով Մայրաթորը հայտարարություն է տարածել։ Մեջբերում իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են գերաշնորհ Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։ Իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին 10 հոգևորականների բերման ենթարկելու եւ երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։ Այս օրերին ողջ իրավապահ եւ դատական համակարգը լցված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնաման քարոզել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունեն, որ համարժեք արձագանք կտան, նշված է Մայրաթորի հայտարարությունում։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։ Հինգշաբթի Մայրաթորում եպիսկոպոսների եւ հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողով էր եղել, որի ավարտին Մայրաթորը կոշտ հայտարարություն էր տարածել առաջին անգամ բացահայտ ու անձնապես մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի համար։ Մայրաթորը անդրադառնալով եկեղեցականների նկատմամբ քրեական գործընթացներին շեշտել էր մեջբերում ցավալի այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը օրվա իշխանության եւ անձամբ երկրի վարչապետի վրա է, որը տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ բացահայտ ոտնձգություններ կատարում եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ։ Ազգեր Մեծիտանան Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինը դատապարտել է պետություն եկեղեցի հարաբերությունների վատառողջ վիճակը, հոգևորականների եւ աշխարհականների ձերբակալությունները, ինչպես նաեւ ազգային արժեքների խախտումն ու ապազգային մթնոլորտի ստեղծումը։ Նա կոչ արել եկեղեցության միջոցով երկիրը հեռու պահել ինքնականդման վտանգից։ Հայ եկեղեցի եւ պետություն հարաբերության ներկա վիճակը վնասաբեր է ու անընդունելի մեր հայրենիքի ու ժողովրդի համար։ Ձերբակալություններով, զրպարտություններով հնարավոր չէ ներկայացությունը շրջանցել, երբ հազարավոր երիտասարդ հայորդիների արյուն է հոսել, Արցախը գրավված է։ Միթե հնարավոր չէ նույն ազգին ու երկրին պատկանող կողմերի միջև եկեղեցու ու պետության միջև երկխոսություն ստեղծվի։ Ի խնդիր Հայաստանի ու մեր ազգի գերագույն արժեքների։ Ուր պիտի հասնի Հայաստանը այս ընթացքով դեպի ինքնականդում, թույլ պետք չէ տալ, ասել է վեհափառ հայրապետը։ Անոնք մեկ ամբողջություն են։ Այս հայտարարությունից ժամեր առաջ Երևանում Արամ Արաչին կաթողիկոսի անունից Հայաստանի վարչապետի հետ հանդիպում էր ունեցել Շահան arczepiskopos Սարգսյանը։ Նա Նիկոլ Փաշինյանին հայտնել է Արամ Արաչինի մտահոգությունները եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ ինքը խոսել է Արամ Արաչինի հետ ու վեհափառի մտադրությունը Փաշինյանի հետ բանակցելն է, որպեսզի լուծվի հայ եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։ Նարեկ Կարապետյանի խոսքով Երևանում տեղի ունեցած հանդիպումը պետք չէ ուրիշ ձևով ընկալել, քանի որ Արամ Արաչինը պարզապես ցանկանում է ազատել եկեղեցին նոր հարձակումներից։ Մեր ձևով շարժումը վաղը Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրում եկեղեցու սրբազան հայրերի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի բոլոր քաղբանտարկյալների ազատության պահանջով։ Բոլորս հավաքվում ենք մեր ձայնը բարձրացնելու, բոլորս հավաքվում ենք պահանջելու արդարություն եւ ազատություն մեր սրբազանների, բոլոր քաղբանտարկյալների եւ մեր Սամվել Կարապետյանի։ Սպասելու եմ բոլորիդ։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի Սամվել Կարապետյանի եւ եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր։ Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս մեկ առանձին վերցած մարդու խնդիրը չէ։ Խնդիրը այլ է։ Ինչպիսին է լինելու Հայաստանը։ Ազատ, թե վախեցած։ Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ բոլորիս, մեր պատվին։ Սամվել Կարապետյանի դուստրը Տաթև Կարապետյանը վաղվա հանրահավաքից առաջ տեսանյութ է հրապարակել խոսելով 121 օր ձգվող պայքարի մասին, որը ինչպես Տաթևն է ասում, միայն իր ընտանիքի պայքարը չէ, բոլորինս է։ Արդեն 121 օր է, ինչ իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների
ու արժեքների պաշտպանության համար։ Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Մենք բոլորս կանգնած ենք եւ շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները։ Տաթևը մեջբերում է հոր խոսքը, թե ինչ է նա միշտ հիշեցնում իր ընտանիքին։ Հայրս մեզ միշտ հիշեցնում է, եթե քարը մոռանատ է, որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերացնել փոշու։ Տաթևն ու իր ընտանիքը վաղը հայրենակիցներին սպասելու են Ազատության հրապարակում, ասում է, պետք է գնալ ոչ թե իրենց աջակցելու համար, այլ Հայաստանի համար։ Վաղը, հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում։ Ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հակակոռուպցիոն դատարանի որոշումը որակել է միաժամանակ եւ հաղթանակ եւ իրավական նորմերի կոպիտ խախտման ապացույց։ Որպես հաղթանակ փաստաբանը ներկայացրել է այն հանգամանքը, որ դատարանը չի հաստատել քննչական մարմնի կողմից ներկայացված հարկեր չվճարելու եւ փողերի լվացման մասին տնտեսական բնույթի մեղադրանքները։ Դատարանը արձանագրել է, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները միայն քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց, գրել է Ամստերդամը։ Միևնույն ժամանակ միջազգային փաստաբանը շեշտել է, որ կալանքի երկարաձգումը հիմնվել է բացառապես իշխանությունը զավթելու կոչի քաղաքական մեղադրանքի վրա։ Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պատանդ հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու եւ քաղաքական հայտ ներկայացնելու համար, նշել է նա։ Ամստերդամը գործընթացը որակել է իրավական աբսուրդ եւ ամոթալի, հավելելով, որ իրենք շարունակելու են իրավական եւ միջազգային ճնշման ռազմավարությունը։ Մեր դիմումը Եվրամիությանը եւ միջազգային կառույցներին, որպեսզի Սամվել Կարապետյանը ճանաչվի որպես քաղբանտարկյալ, ուժի մեջ է եւ ակտիվ իրագործման փուլում, հայտարարել է փաստաբանը։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ԱԱԾ-ի ավելի քան 7 դիմակավորված ծառայողներ ուժ կիրառելով ձերբակալել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Վերջին շրջանում նա պաշտպանում էր ընդդիմադիր գործիչների եւ հոգեվորականների շահերը, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդի եւ այլ հոգեվոր հայրերի գործերով։ Ձերբակալությունը տեղի ունեցել Շենգավիթի դատարանից դուրս գալիս դատական նիստից հետո։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Մեղսագրվող հոդվածը վերաբերում է դատավորի, դատախազի կամ քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելուն, որը կապված է նրանց ծառայողական գործունեության հետ։ Մեղադրանքի հիմքում ընկած է Կոչուբաևի Facebook-յան գրառումը, որն արվել էր հոգեվորականների նկատմամբ վերջին օրերին կատարված գործողություններից հետո։ Գրառման մեջ մասնավորապես կոշտ արտահայտություններ են եղել քննիչների, դատախազների եւ դատավորների հասցեին։ Ձերբակալությունից հետո ներկայացվել է կալանավորելու միջնորդություն, որը բավարարվել է։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը անազատության մեջ կմնա 2 ամիս։ Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը առաջինն էր, բայց ոչ վերջինը, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ըստ պարբերականի Հայաստանի վարչապետը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին, հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին, առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Թերթը նաեւ գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել ամենայն հայոց կաթողիկոսին գահանկեց անել նրա գահակալության օրը, հոկտեմբերի 27-ին։ Վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը Սարյան պուրակի սրճարաններից մեկի քանդման աշխատանքներ է սկսել։ Տարածված կադրերից մեկում երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները քարերով կոտրում ապակիները։ Սրճարանի տնօրեն Նարինե Վարդանյանի խոսքով քաղաքապետարանը առանց որևէ զգուշացումի է սկսել քանդել սրճարանը, ու իրենք միլիոնավոր վնաս են կրել, քանի որ ողջ գույքը ավիրվել է։ Իրանց կողմից սա ընդամենը վանդալիզմ է, իրանք ոչ մի ձևով չեն տեղեկացրել, ոչ մի ձևով։ Երբ որ հարկ ա լինում գումար վճարելու կամ տարածքը ինչ որ աղտոտված ա լինում, իրանք տեղում նամակները ուղարկում են, իսկ հիմա ոչ մի ձևով չեն տեղեկացրել։ Հայ բեռնափոխադրողների բողոքին արձագանքել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Կազմակերպությունն այժմ քննարկում է ԵԱՏՄ անդամ երկրների վարորդների նկատմամբ միգրացիոն սահմանափակումները վերացնելու հարցը, Սպուտնիկ Արմենիային հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչը։ Հանձնաժողովն իր լիազորությունների եւ իրավասությունների շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է ծագող հարցերի կարգավորման եւ փոխադրողների անխափան աշխատանքի համար, ասել է կառույցի պաշտոնյան։ 3 կառավարության դիմաց հավաքված վարորդները մինչև 2 շաբթի ժամանակ էին տվել Հայաստանի իշխանությանը իրենց պատասխան տալու համար, հակառակ դեպքում խոստացել էին փակել հանրապետության ճանապարհները։ I can't tell you that
For so many years, even Տևական դադարից հետո ԱՄՆ նախագահը կրկին ակտիվացել է ռուս-ուկրաինական հակամարտության լուծման հարցում։ Այսօր Սպիտակ տանը Թրամփը կհանդիպի ուկրաինացի գործընկերոջ հետ, մինչ դա ԱՄՆ նախագահը հեռախոսով խոսել է Ռուսաստանի նախագահի հետ։ 2.5 ժամ տևած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության հարցը եւ ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։ I did actually say, would you mind Դեմ if I չես gave լինի, a եթե ես մի քանի հազար տոմահավք տամ հակառակորդին։ Այո, ես հենց այդ ձևով էլ ասացի։ Նրան բնականաբար դուք չեկավ այդ միտքը։ Դա վտանգավոր եւ աներևակայելի կործանարար զենք է։ Ոչ ոք դա չի ցանկանա։ I can't tell you that for so many Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին լրագրողներին պատմելիս, սակայն Թրամփը չի ասել, թե ինչ է նրան պատասխանել Դաշնության առաջնորդը։ Ըստ ռուսական կողմի, Պուտինը զգուշացրել է Թրամփին, որ տոմահավք քրթիռների մատակարարումը Ուկրաինային մարտի դաշտում էական նշանակություն չի ունենա, բայց մեծ վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին, քանի որ նման քայլերը սրում են տարածաշրջանում լարվածությունը եւ նվազեցնում են դիվանագիտական հնարավոր լուծումների հավանականությունը։ Սպիտակ տան ղեկավարն էլ Պուտինին է զգուշացրել, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումները վատ հետևանքներ կունենան, թեև չի մանրամասնել, թե ինչպիսի հետևանքների մասին է խոսքը, սակայն ասել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները Ուկրաինային աջակցելու եւ Ռուսաստանին զսպելու համար։ Ռուսաստանը վերջին շաբաթներին ավելի ինտենսիվ է հարվածում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչը հանգեցրել է երկրի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների, միլիոնավոր ուկրաինացիների թողնելով առանց լույսի եւ ջեռուցման։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ դեռևս չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո նաև պարզ է դարձել, որ առաջիկա շաբաթներին Թրամփը Հունգարիայում հնարավոր է հանդիպի Պուտինի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, երկու առաջնորդների այցի նախապատրաստվելու համար Բուդապեշտում արդեն ստեղծվել է կազմակերպչական կոմիտե։ Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը սոցցանցի իր էջում Իլոն Մասկին առաջարկել է կառուցել Պուտին-Թրամփ անունը կրող թունել, որը կձգվի Ռուսաստանից դեպի Ալյասկա։ Նա նշել է, որ նախագծի ծախսերը կարող են կազմել մոտ $8 միլիարդ։ See on the issue of energy sourcing. Հնդկաստան-ԱՄՆ առևտրային նոր համաձայնագրի բանակցությունների ֆոնին Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթի ներմուծման ծավալները կրճատել։ Այսօր հայտնի է դարձել, որ հնդկական նավթավերամշակման գործարանները արդեն 50%-ով կրճատել են ռուսական նավթի ներկրումը։ Նախկինում ԱՄՆ-ն կրկնապատկել էր հնդկական ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը, պահանջելով Նյու Դելիից դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը։ Ամերիկացի բանակցողները հատուկ ընդգծել էին, որ ռուսական նավթի ներկրման կրճատումը առանցքային նախապայման է մաքսատուրքերի իջեցման եւ երկու երկրների միջև լայնածավալ առևտրային համաձայնագրի կնքման համար։ Այս քայլը կարող է էական ազդեցություն ունենալ ռուս-հնդկական տնտեսական կապերի եւ համաշխարհային էներգետիկ շուկայի վրա, քանի որ Հնդկաստանը ռուսական նավթի խոշորագույն գնորդներից մեկն է։